Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Այսօր լրահոսում մի լուր ընկավ, աչքիս որը շատ բարկացրեց ինձ։ Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների զինվորական հրամանատարությունը հանձնարարել է, որպեսզի զինվորները խրամատներից վերացնեն այդ փոքրիկ մատուռները եւ տեղադրված խաչերը։ Գիտեք, մեր երեխեքը, մեր զինվորները խրամատներում շատ հաճախ այդպիսի փոքրիկ մատուռներ են պատրաստում իրենց ձեռքով, խաչեր են տեղադրում, սրբապատկերներ են տեղադրում եւ այդտեղ աղոթում են։ Հիմա զինվորական հրամանատարության հիմնավորմամբ դրանք սահմանված են զինվորական կանոնակարգերով, կանոնագրքերով, հետեւաբար պետք է վերացվեն։ Ժողովուրդ ջան, ես չգիտեմ ես ինչ է։ Զինվորական կանոնակարգերով նախատեսված չէ նաեւ աղոթելը մարտից առաջ։ Դե արգելեք, որպեսզի զինվորները մարտից առաջ չաղոթեն։ Հայրները չասեն։ Արգելված սահմանված չէ նաեւ, որ զինվորները կարող են իրենց պարանոցից կախված խաչ ունենալ։ Դա էլ արգելեք, մի թույլ տվեք, որպեսզի զինվորները այդպիսի բան անեն, քանի որ դե կանոնակարգերով այդպիսի բան սահմանված չէ։ Ես չգիտեմ սրան ինչ անվանում տամ։ Ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, չգիտեմ։ Երբ որ օրեր առաջ իշխանությունը այս իր արշավն էր սկսում իրենց խոսքերով Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, իսկ ըստ ինձ հայ առաքելական եկեղեցու դեմ, շատերը ինձ հետ համաձայն չէին, ասում էին, որ սա անձնավորված պայքար է եւ կդադարի այն պայից սկսած, երբ ամենայն հայոց կաթողիկոսը այլևս, չգիտեմ, ըստ իշխանության այդ տարածած այդ արշավի կարգախոսի կհեռացվի։ Բայց այս լուրը եկավ հավաստելու իմ պնդումը, որ այս պայքարը ուղղված է հենց հայ առաքելական եկեղեցու դեմ, այս գործողությունների համակարգի միակ նպատակը հայ առաքելական սուրբ եկեղեցին հեղինակազրկելն է, եկեղեցու դերն ու նշանակությունը նվազեցնելն է, այլապես ինչով բացատրել, ինչով պարզաբանել, թե այս կաթողիկոսի դեմ ուղղված արշավի զուգահեռ ինչու է զինվորներին հանձնարարվում խրամատներից հանել այդ փոքրիկ մատուռներն ու խաչերը, որտեղ էս մեր երեխեքը աղոթում էին, կտրված իրենց ընտանիքներից, ծնողներից, չգիտեմ, իրենց սովորական միջավայրից, խրամատում թշնամու դեմ դիմաց, այս երեխեքը մի հույս ու ապավեն ունեն, այդ Հիսուս Քրիստոսն է, եւ այդ Հիսուս Քրիստոսին այս երեխեքը աղոթում են այս խաչերի դիմաց, այս իրենց սարքած փոքրիկ այդ գեղեցիկ մատուռների դիմաց, այդ սրբապատկերների դիմաց։ Հիմա ո՞րն է նպատակը այս ամեն ինչը քանդելու, վերացնելու, եթե կրկնում եմ իշխանության նպատակը ամբողջ եկեղեցին հեղինակազրկելը չէ, այդ կառույցը խարխլելը չէ, մեր գիտակցությունից հայ առաքելական սուրբ եկեղեցին հանելը չէ։ Ժողովուրդ ջան, եթե որևէ մի զինվորի, կլինի ձեր զինվորը, կամ դուք կլսեք որևէ մի զինվորի փորձում են խաթրին կպնել այն բանի համար, որ ինքը այդ խաչերը չի հանում կամ այդ մատուռները չի քանդում, կդիմեք ինձ, կդիմեք մեր գրասենյակ, անկախ այն հանգամանքից այդ զինվորը որ Հայաստանի Հանրապետության որ մասում է ծառայում, ես պատրաստական եմ անվճար ստանձնել այդ զինվորի իրավունքների շահերի պաշտպանությունը ու խոստանում եմ, այդ զինվորի գլխից մի մաս անգամ չի ընկնի։ Լավ եղեք։